Հրապարակ թերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագիր խմբակցության մոտ 4 տասնյակից ավելի պատգամավորներ վերջին ամիսներին հատուկ սարքեր են ձեռք բերել, որը թույլ չի տալիս, որ գաղտնալսեն մարդկանց։ Գաղտնալսումներն արվում են հիմնականում հեռախոսների միջոցով, ընդ որում պարտադիր չէ, որ մարդը դրանով խոսելիս լինի։ Սմարթֆոնն անգամ պասիվ վիճակում կարող է գաղտնալսելու գործիք դառնալ։ Հիմա կարկառուն ԿՊԱ-կանների աշխատասենյակների որևէ անկյունում այդ գաղտնալսումը կանխող սարքեր են դրված։ Երբ ԿՊԱ-կաններն իրենց աշխատասենյակներում ուզում են զրուցել որևէ մեկի հետ կամ հյուրեր են ընդունում, հեռախոսները դնում են այդ արկղի մեջ։ Այն թույլ է տալիս, որ հեռախոսը միշտ հասանելի մնա, մուտքային զանգեր գան, սակայն արգելում է որոշակի ֆունկցիաներ, որոնց միջոցով հնարավոր է գաղտնալսել մարդկանց խոսակցությունները։ Այդ սարքերն արժեն մոտ 300-ից 400 հազար դրամ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության 1 վարկած է քննարկում, փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, եւ 3 ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ ԿՊԱ-կան Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին Նարեկ Օհանյանը։ Այս սպանությունը փորձում են կապել փետրվարի Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ։ Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սակայն կասկածյալների կլանը պարզվում է սերտ կապերի մեջ է եղել թե իշխանության, թե քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում նաև այս լուսանկարը, որը տրամադրել են թերթին։ Նկարում ԿՊԱ-կան հանրահայտ պատգամավոր Հայկ Սարգսյանն է, Ռուստամ Ստեփանյանը, Չաղ Ռուստամը եւ Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագրի վերնախավում դեռևս թեժ քննարկվում է քաղաքացիական պայմանագրի վարչության ընտրությունների արդյունքները, որոնք ունեին շատ անակնկալներ։ Ըստ նույն աղբյուրի շատ ԿՊԱ-կաններ, ովքեր կարծել են, թե արդեն լիդեր են, իրենց խոսքը կուսակցության ներսում լսելի է, հայտնվել են տհաճ իրավիճակում կամ կարելի է ասել լուսանցքում։ Նախ թեժ քննարկվել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ձայների հարցը, որը Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդն է կուսակցությունում։ Նախկին ՀՀԿ-ականը քաղաքացիական պայմանագրում թիվ 2 լիդերն է, մինչդեռ նրան ժամանակին լուրջ չեն վերաբերվել թիմում։ Կարճ ասած, Փաշինյանից հետո կուսակցությունում Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են ամենաշատ ձայները հավաքել։ Երևույթ, որը սառը ցնցող է եղել բոլոր նրանց համար, ովքեր իրենց թիմի լիդեր էին համարում։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է սեպտեմբերի 30-ին մեկնարկելիք ազգային ժողովի նստաշրջանում իշխանական պատգամավորները 2 ընտրություն ունեն իրականացնելու։ Նախ պետք է ընտրեն ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Այդ պաշտոնի համար քաղաքացիական պայմանագիրը ներկայացրել է 1 թեկնածու՝ Հռիփսիմե Հունանյան։ Երկրորդը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունն է, որտեղ առաջադրվել է Լևոն Բալայանի թեկնածությունը, որը արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի որոշմամբ ազատվել է փոխնախարարի պաշտոնից։ Գրում է թերթը։